Քիչ առաջ ավարտվեցին քննչական գործողությունները, երկրորդ անգամ են խուզարկում քաղաքապետի աշխատասենյակը, ինչ են փնտրում քաղաքապետի աշխատասենյակում և ինչ են առգրավել այսօր։ Անկեղծ ասած, ինձ թվում է, որ արդեն իրենք էլ չգիտեն, թե ինչ են փնտրում, որովհետև երեկ ինչ-որ վկայականներ էին փնտրում, այսօր ինչ-որ DVR էին փնտրում, այսօրվա DVR-ը տրամադրեցինք, իսկ երեկ ինչ-որ Ղուկասյանի գրասենյակում փնտրում էին, ոչ մի բան չառգրավեցին, քանի որ չկար այնտեղ ոչ մի թղթեր, ոչ մի վկայականներ, ընդամենը կային շնորհավորանքներ, շնորհակալագրեր քաղաքապետին ուղղված, այդ էր 2 ժամ ու կես անիմաստ այդպես խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին, դարձյալ շոուն կազմակերպեցին եւ գնացին։ Այսօր հերթական շոուն էր փաստորեն իրենց կողմից։ Այո, իրենց հերթական շոուն է, մենք արդեն սովոր ենք, արդեն սպասում ենք, առանց այդ շոուի չենք կարող մի տեսակ։ Երեք հենց այդ քաղաքապետին ինչպես որ եկան, այսպես գրոհեցին, կարմիր գլխարկով տղաները այդպես գողացան քաղաքապետին, դրան էլ էինք պատրաստ, ավելին էինք պատրաստվել իմիջիայլոց, այդ էլ ասեմ, սակայն ոչ մի բան չեն կարող անել, այս խափանման միջոցը 2 ամիս որ տվել են, մենք պատրաստ ենք դեռ ավելիին, գնալու ենք առաջ, կանգնելու ենք քաղաքապետի կողքին եւ երեկվանից պարզ դարձավ, թե գյումրեցին ինչքան է սիրում իր քաղաքապետին, իր ընտրած քաղաքապետին, որի համար նաեւ շնորհակալ ենք, որ այդպես տղաները ուժ տվեցին, այդպես պահում էին իրենց քաղաքապետին ու թույլ չէին տալիս ոչ մի կերպ տեղափոխել։ Երեկվանից նաև տեսնում ենք ՔՊԱ-ականների հրճվանքը, կարծեք թե իրադարձություն է տեղի ունեցել եւ իրենք այսպես չակերտների մեջ ասած մասնակցել են ինչ-որ ազատագրական պայքարի եւ այդտեղ հատկապես Շիրակից ընտրված պատգամավորները իրենց լուման ունեն։ Ինչպես եք մեկնաբանում նրանց գրառումները։ ՔՊԱ-ական պատգամավորները երեք թող գային Վարդանանց հրաբարակ կամ այդպես վիդեոները կա, թող հիմա դնեն նայեն ու տեսնեն, թե ավելի ծիծաղելի վիճակում ով է հանդիսացել, քաղաքապետը այնքան ունի այս քաղաքի եւ Գյումրեցու համար արած, որ հաստատ ծիծաղելի չի կարող լինել, այդ որ ծաղրում են, այդքան է իրենց մագարտակը, մեզ քաղաքապետը ասել է չիջնենք իրենց մագարտակին, ընդհանրապես չենք էլ անդրադառնում, հավատացեք իրանց այդ ոչ մի փոստերը չենք է նայում, շրջանցում անցնում ենք, որ սկսենք ծիծաղել, ծիծաղելին իրենք են, երեք 6 ժամ ու կես Գյումրեցին գոռում էր, ամուտանք էր տալիս։